Բայց սորվանորություններն է ներկայացնում հորիզոն լրատվականը 29 հունվարի 5շաբթի։ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում։ Ելույթով հանդես է եկել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։ Միջոցառման ավարտին տեղի ունեցել Հայփոստի կողմից թողարկված հատուկ փոստային նամականիշի մարում։ Արարողությանը մասնակցել են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի նախագահ Պետրա Բայերը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարտա Կարտաբիայի հետ։ Զրուցակիցները քննարկել են Վենետիկի հանձնաժողովի հետ փոխգործակցության հարցերը։ Երկուստեք գոհնակությամբ ընդգծվել է ժողովրդավարության համար ներկայիս բարդ պայմաններում իրավունքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և ընդհանուր առմամբ իրավական բարեփոխումների ուղղությամբ ձևավորված ակտիվ համագործակցությունը անդրադարձ է կատարվել թվային հարթակների զարգացման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության հարցում առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման նպատակով արդյունավետ մեխանիզմների մշակման իրացման կարևորությունը։ Ինչ տարբերակներ լուծումներ կան Սևանա լճի էկոլոգիական խնդիրների լուծման համար։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Սևանա լիճ թափվող թափոններին, կեղտաջրերին, որոնց միայն տեխնիկական մաքրում է տեղի ունենում, այլ ոչ կենսաբանական։ Այս հարցին անդրադարձել է վարչապետ Փաշինյանը կառավարության ճեպազրույցի ժամանակ։ Այս տարի մեր երկիրը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը COP17, ինչը ենթադրում է, որ բնապահպանական նոր ծրագրեր կիրականացվեն։ Նոր ծրագրով նախորդ տարվանից Գեղարքունիքի մարզի կենցաղային աղբը տեղափոխվում է Կոտայ Հրազդանի սանիտարական աղբավայր, սակայն դա ամբողջությամբ չի ապահովում Սևանա լճի էկոհամակարգի լիարժեք պահպանումը։ Մինչ օրս լիճ են թափվում կոյուղաջրեր, կեղտաջրեր, տարբեր թափոններ, չնայած մարզի գետերի վրա տեղադրված են մաքրման կայաններ, դրանք հիմնականում տեխնիկական մաքրում են իրականացնում, այլ ոչ կենսաբանական, և Խորհրդային Միության տարիներից հարցը ուշադրության կենտրոնում է, այն ժամանակ նախատեսել են կոլեկտորային շրջանաձև համակարգի միջոցով հարցը լուծել, սակայն ծրագիրը կիսատ է մնացել։ Ինչ նոր ծրագիր կա այս ուղղությամբ, որպեսզի այդ կեղտաջրերի հարցը լուծվի, լուծում ստանա։ Գիտեք, շատ ցավոտ հարց եք բարձրացնում, եւ գործնականում, եթե չսխալվեմ, մի քանի օր առաջ ես այդ թեմայով փոխվարչապետ Խաչատրյանին եւ շրջակա միջավայրի նախարարին կոնկրետ հանձնարարական եմ տվել, որ կան հիմա լավ լուրն այն է, որ աշխարհում կան տեխնոլոգիաներ, արդեն այդ տեխնոլոգիաներն զարգանում են, որոնք կարող են ավելի արդյունավետ եւ ավելի մատչելի լինել, եւ ես խնդիր եմ դրել, որ մենք պետք է շատ կոնկրետ եւ լուրջ զբաղվենք այդ հարցով, որովհետեւ մենք չենք կարող այլևս այդ հարցը շրջանցել եւ կարծում եմ, որ առաջիկա տարիներին մենք կոնկրետ զարգացումներ կունենանք։ Ես չթաքցնեմ ուղիղ ասեմ, մենք նաև որոշակի հետաքրքիր առաջարկներ ենք ստացել եւ հանձնարարության էությունը այն էր, որ այդ առաջարկների նախնական դիտարկումը ցույց տվեց, որ դրանք ունեն հիմք, որոշակի հիմնավորվածություններ ունեն, այստեղ ուղղակի տեխնիկատնտեսական եւ իրագործելիության հաշվարկներ պիտի անեն, եւ ես կարծում եմ առաջիկա ամիսներին մենք կգանք կոնկրետ եզրակացության եւ առաջիկա տարիներին կիրականացնենք այդ ծրագիրը։ Շատ մեր ռազմավարական հարցերից մեկն է, որտեղ այո մենք ունենք խնդիրներ, սահմանափակումներ, լուծումները ուշանում են եւ մենք պետք է ընդհուպ արդեն ձեռնմուխ լինենք կոնկրետ գործողությունների իրականացման։ Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում։ Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է թիվ 3 կանչ։ Դեպքի վայր են մեկնել Երևանի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից եւս 9 մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։
Գյումրիի քաղաքային տրանսպորտում տեղադրված ավտոմատ տոմսարկղերն ու տեսախցիկները չեն աշխատում։ Իբրև ուղևորահոսքի կառավարումը հեշտացնելու համար դրանք թե ոչ բոլորում տեղադրվեցին 3 տարի առաջ նոր միկրոավտոբուսները երթուղիներում շահագործելու օրվանից։ Ուղևորափոխադրումներում նորամուծությունը քաղաքային բյուջեի համար էժան չի նստել, բայց եւ գործարկման սկզբնական շրջանում արդեն սարքերը տեխնիկական խնդիրներ են ունեցել։ 3 տարի էլ չծեքեցին այս ավտոմատ տոմսարկղերը, որոնք Գյումրիի քաղաքային տրանսպորտում հայտնվեցին նոր միկրոավտոբուսների հետ։ Բացի միայն 100 դրամանոց ընդունող սարքերից տեսախցիկներ էլ տեղադրվեցին։ Թեև ոչ բոլորում, բայց դրանք որոշ ժամանակ գործեցին։ Քաղաքը սուբվենցիոն ծրագրերով մոտ 70 նոր միկրոավտոբուս էր ստացել։ Ուշացումներով տեղ հասած մեքենաները 2023 թվականից են մտել քաղաքային 8 երթուղիներ։ 3 տարում միկրոավտոբուսների տեխնիկական վիճակը չի վատացել, բայց ներսում ամեն ինչ չէ, որ կարգին է։ Ավտոմատ տոմսարկղերն ու տեսախցիկները մի քանի միկրոավտոբուսներում հանվել են, որոշ տեղերում սարքերը փակել են կպչուն ժապավենով։ Տեղադրման օրվանից թերություններով գործարկված վճարման նոր համակարգը, որն իբր կառավարելու էր ուղևորահոսքը, երկար չդիմացավ։ Մենք կայսրադի մենք ողերի տարբեր այս թազա ֆայլ ու կոպեկները չի Երկու տարբերակին է հարմարվում ենք, հա, պատահել են քծելուց չի վերցրել գումարը, վարորդին ենք փոխանցել։ Կոպեկը կա, քծենք կը չեղավ 50 դրամ եղավ, կտանք վարորդին։ Քաղաքը ճիշտ էր, բայց հարմար չէր։ Համի մարդուն մոտ 100 դրամ որել չարես։ Կարա 1000 ռուբլի ունենաս, 1000 դրամ ունենաս, բայց 100 դրամանը չունենաս։ Երևում է 30-40% վապճե փակել են, դաժե վարենքա փակել են։ Տեղադրման օրվանից սարքերը կամ լավ չէին աշխատում, կամ դժվարությամբ ու մի քանի փորձից էին ընդունում 100 դրամանոցը։ Նորամուծության հետ անհաշտ ուղևորների համար փորձված ու անփոփոխ տարբերակը վարորդին վճարելն էր, բայց մի պատմություն էլ 100 դրամանոց ունենալն էր։ Մնացած դեպքերում էլի գումար վերցնողը վարորդն է։ Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնում անսարքները վերանորոգելու կամ նորերն ավելացնելու որոշում չունեն։ Տեխնիկական բնույթի ոչ դժվարություններ իհայտ եկան, որ ասենք անպայման պետք է ուղևորը ունենար 100 դրամանոց մետաղատնան, որպեսզի կարողանար գծել տալ սարքի մեջ, բայց քանի որ ոչ բոլորն էին պատրաստ այդ մետաղատրամներով եւ 1000 դրամանոց կարմոդները, ասենք 500 դրամանոց կարմոդները եւ պետք էր անպայման մանրել տվյալ թղթադրամը, որպեսզի կարողանային դրամարել, դա մի քիչ տեխնիկական բնույթի դժվարություններ առաջացրեց տվյալ սարքերը լիովին գործարկելու համար։ Ավտոմատ տոմսարկղերի եւ տեսախցիկների համար 3 տարի առաջ քաղաքային բյուջեից 16 միլիոն դրամ էր ծախսվել, բայց երթուղիներում եղած ոչ բոլոր 89 միկրոավտոբուսներում հայտնվեցին մետաղադրամ ընդունող սարքեր ու տեսախցիկներ։ Վերջինների աշխատանքը եւս կարճ կյանք է ունեցել, սկզբնական շրջանում վերահսկողություն եղել է։ Հիմա չկա, դրանք էլ չեն աշխատում։ Տեղադրվել են այդ սարքերը վերահսկելու համար, քանի որ նորմալ չեն աշխատում այդ սարքերը, ոչ բոլորն են օգտագործում։ Տվյալ մեթոդը մեր ուղևորների մասին է խոսքը, դրա համար էլ այդ տեսախցիկները ոչ թե այդ պիտանի չեղան։ 2022 թվականից հետո Գյումրիի տրանսպորտային պարկում նոր համալրումներ չեն եղել։ 2023-ի սուբվենցիոն հայտով նախատեսվում էր երթուղային ցանցն ապահովել 10 էլեկտրական ավտոբուսներով, որոնք տեղ չհասան, բայց ցկցկված ծրագիրը մնում է ուժի մեջ։ Հաստատված է, որ 10 ավտոբուս գնելու են։ Սկսվել է փաստաթղթային գործընթաց տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար մատակարար ընկերության մրցույթ է լինելու։ Նոր ավտոբուսների հույսով Գյումրիում երթուղիների թիվը կավելանա։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Կոլումբիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, որում 15 մարդ է եղել, բոլորը զոհվել են, զոհվածների թվում են Կոլումբիայի կոնգրեսի պատգամավոր
Դիոգենես Քվինտերոն եւ թեկնածու Կարլոս Սալսեդոն։ Ինքնաթիռն ուտ է բարձրացել Կուկուտայի Կամիլո Դազա օդանավակայանից եւ ուղևորվել է Օկանյա մունիցիպալիտետի օդանավակայան։ Ինքնաթիռի կոորդինատները վերջին անգամ գրանցվել են Պլայա դե Բելեմ եւ Ջակարի համայնքների միջև գտնվող լեռնային տարածքում։ Ավիաընկերությունը պարզաբանել է, որ ինքնաթիռի արտակարգ տեխնոլոգիչ ազդանշանը չի ակտիվացել։ Ինքնաթիռը հայտնաբերել են տեղի բնակիչները։ Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով բանակցություններում քննարկվող տարածքային հարցը դեռևս մնում է չլուծված։ Այս մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Սենատում։ Սա այն սահմանն է, որը պետք է դեռևս հատենք, դա դեռևս բաց տեղ է, ասել է նա։ Պետքարտուղարը նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի երկկողմ ձևաչափով Միացյալ Նահանգների հնարավոր մասնակցությամբ։ Սակայն այս դեպքում նա պարզաբանել է, բանակցություններին չեն մասնակցի Միացյալ Նահանգների նախագահի բանականաց Սթիվ Ուիտկոֆը կամ նախագահի փեսան Ջարեդ Կուշները։ Միայն ժամանակ Ռուբիոյի խոսքով կարգավորման հետ կապված իրավիճակը մնում է շատ փոփոխական, այն արագորեն զարգանում է։ Ռուբիոն ասել է, որ եվրոպական երկրները չեն կարողանա անվտանգության արդյունավետ երաշխիքներ տրամադրել Ուկրաինային, եթե դրանց չմասնակցի Միացյալ Նահանգները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ուկրաինա ձևաչափով բանակցությունների հաջորդ փուլը Արաբական Միացյալ Էմիրություններում պլանավորված է փետրվարի 1-ին։ Միացյալ Նահանգներում սաստիկ ձմեռային եղանակային պայմանների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 73-ի։ Այս մասին է հայտնում ամերիկյան CBS-ը, մեկ այլ լրատվամիջոցի ABC-ի տվյալներով Միացյալ Նահանգներում մոլեկնող ձնաբուքն ազդել է ավելի քան 200 միլիոն մարդու վրա։ Միացյալ Նահանգներում չեղարկվել են հազարավոր չվերթներ, հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Սառցակալած ճանապարհների պատճառով մեծ թվով ավտովթարներ են գրանցվել։ Ավելի քան 296 հազար սպառող Միացյալ Նահանգներում մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Այժմ լրատվություն այսքանը, ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։